Հայաստանի պաշտպանության նախարարությունը կրկին հերքել է Բաքվի հերթական մեղադրանքը, թե հայկական զինուժը Գորիսի ու Ճամբարակի ուղղություններով տեղակայված դիրքերից 3:30-ին մինչև 21:30 45 րոպե հրաձգային զենքերից պարբերաբար կրակ է բացել ադրբեջանական ստորաբաժանումների ուղղությամբ։ Ավելին, ադրբեջանական կողմը պնդել է, թե պատասխան գործողություններ են ձեռնարկել ադրբեջանական կրակոցների մասին, սակայն Հայաստանի ռազմական գերատեսչությունը չի հաղորդել։ Փոխարենը Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ և Խոզնավար գյուղերում ադրբեջանական կրակոցները լսել են երեկոյան 10-ին։ Կառավարության նիստում որոշում է ընդունվել, համաձայն որի քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դեպքում պատասխանատվությունը կխստացվի։ Ըստ այդմ, վարժական հավաքներից խուսափելու դեպքում քաղաքացին կպատժվի տուգանքով, առավելագույնը 20 չափով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ, առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ 1-ից 3 տարի ժամկետով, եթե արարքը, որը կատարվել է իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով կամ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով, պատժվում է ազատազրկմամբ 2-ից 5 տարի ժամկետով։ Հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայացել և ներգրավվել է վարժական հավաքին։ Արձագանքելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հայտարարությանը, թե չի բացառվում, որ Հայաստանն ու Ադրբեջանը, նաև Լիբանանն ու Սիրիան միանան խաղաղության Աբրահամի համաձայնագրերին, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը նշել է, որ ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակում քննարկվում են տարբեր թեմաներ։ Արտգործնախարարության խոսնակը փաստացի չի բացառել, որ կարող է քննարկում լինել ամերիկյան այդ նախաձեռնության շուրջ։ Արդյոք Հայաստանին եղել է Աբրահամի համաձայնագրերին միանալու առաջարկ, ինչը Երևանը պատասխանել, շփում ունեցել են, և եթե այո, որն է Բաքվի դիրքորոշումը, Բադալյանը չի պատասխանել։ Աբրահամի համաձայնագրերը ԱՄՆ միջնորդությամբ մի շարք արաբական երկրների և Իսրայելի հարաբերությունների կարգավորմանը միտված նախաձեռնություն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա։ Վարչապետը կմասնակցի եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին։ Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։ Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդանի սենատի նախագահ Մաուլեն Աշինբաևի հետ։ Ազգային ժողովի նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Ղազախստանի խորհրդարանների համագործակցությունը կայուն բնույթ է կրում։ Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը։ Ազգային ժողովի նախագահը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագիծը, կարևորել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Մաուլեն Աշինբաևը ողջունել է 2026 թվականին Հայաստանում կենսաբազմազանության կողմերի 17-րդ COP17 համաժողովի անցկացումը և նշել, որ Ղազախստանը ևս մասնակցելու է այդ կարևոր իրադարձությանը։ Քաղաքացիական պայմանագիրը դեմ քվեարկեց «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած հայտարարությանը, որը վերաբերում է հայրենական պատերազմի 80-ամյակին։ Հայտարարության մեջ նշվում է, որ 80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտվեց, բայց դժբախտաբար ֆաշիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դրսևորումները այսօր էլ ոչ միայն գոյություն ունեն, այլ նաև ակտիվորեն կիրառվում և պարբերաբար կյանքի են կոչվում աշխարհի տարբեր անկյուններում։ Իհարկե հասկանում եմ, որ այնտեղ խնդիր ունեն իրենք նաև կապված նրա հետ, որ պատմական կապ եւ ինստիտուցիոնալ հիշողության հարց է դրվում, որովհետև տեքստում նշված է, որ հայրենական պատերազմի նաև ժառանգներն էին հետագայում, որ անկախության առաջին օրերին, ազգային ազատագրական պայքարի առաջին օրերին նաև Շուշի ազատագրմանն էին մասնակցում, որովհետև տարեգրությամբ այդ օրերը նաև համընկնում են եւ բնականաբար այդ պատմական հիշողությունը որևէ ձևով, որևէ իշխանություն, որևէ դրդապատճառ ելնով չի կարող պարզապես խմբագրել։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ հայտարարության քաղաքական մասը հատկապես ընդգծված վերաբերում էր ֆաշիզմի, նացիզմի այսօրվա դրսևորումներին եւ այն, որ Արցախի նկատմամբ տեղի ունեցավ ագրեսիա, տեղի ունեցավ էթնիկ զտումների քաղաքականություն, դրանք այսօրվա նեոֆաշիստական դրսևորումներ են, որոնք որևէ ձևով, որևէ պատասխանատվության չեն ենթարկվել։ Հիմա այս պարագայում վերցնել հայտարարությունը, ներկայացնել ամենատարբեր աշխարհաքաղաքական կամ առավել եւս նախընտրական դրամաբանությունների շրջանակներում որևէ ձևի բնականաբար հասկանալի չէր։ Նույնն է, որ հիմա ազգային ժողովի ցանկացած նախագիծ ասաց, որ դա ոչ թե բխում է երկրի այս պահին բնականon գործունեության առաջնահերթությունից, այլ բոլորը կրում են նախընտրական տրամաբանություն։
Հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ազգային ժողովում հանդիպել է անկախ պատգամավոր Գեգամ Նազարյանի հետ, նրանից փորձելով ստանալ Հայաստանի վարչապետի նամստահություն հայտնելու իր նամակի պատասխանը։ Նազարյանը ըստ էության ոչ մի հարցի չի պատասխանել։ Չէ, ի՞նչ դադարեցնել։ Բայց հնարավորությունը մարդը ո՞նց կա, ես ո՞նց տենց հնարավորություն բաց տամ։ Գերա վաղը հանդիպում ենք, վաղը երկու հանդիպում ա։ Հա, բա ո՞նց։ Չէ, իրանք փախնելու տեղ չունեն։ Իրանց մոտով են։ Փաստորեն ստացվում է դիմադիրներն էլ հետաքրքրված չեն։ Ոչինչ, հետաքրքրենք, շատ հետաքրքրված չեն, բայց ուրեմն դրանից են խոսում։ Սկզբից ողջամիտ ժամկետի մասին էի խոսում։ Դա մայիսի 8-ն էր։ Բայց այդ ասած ողջամիտ ժամկետում մենք ունեցել ենք 3 խմբակցություններից 2-ի անունից հայտարարություն։ Այդ ժամկետում ունեցել ենք անհաշվելի քանակության պատգամավորների հարցազրույցներ դրսևորած վարքագծից, այսինքն նույնիսկ չի, որ իրանք անտեսել են դա, քննարկման առարկա չեն դարձել, չեն որևէ վերաբերմունք չեն արտահայտել, այսինքն մենք ունեցել ենք դրսևորումներ։ Գրաֆիկը մեր վաղը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով ժամը 10-ին, 11-ին ներեցեք եւ ունենք Հակոբ Արշակյան ժամը 14:00-ին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին քննադատել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում նրա հնչեցրած հայտարարությունների համար։ Սպիտակ տան ղեկավարը մասնավորապես նշել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Մերձավոր Արևելքում գտնվող ամենաապակառուցողական ուժն է։ Ըստ Արաղչիի ցավալի է, որ Թրամփը անտեսում է Իսրայելի սպառնալիքներն ու հանցագործությունները, փոխարենը Իրանը որակելով որպես սպառնալիք։ Հստակ է, որ նման քայլը մոլորեցնելու նպատակ ունի Թրամփը, տեղերով փոխում է իրական սպառնալիքները։ Արդյոք Իրանն է 60,000 մարդ սպանել Գազայում, հիշեցրել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Ռուսական պատվիրակությունն առավոտից Ստամբուլում սպասում էր ուկրաինացի գործընկերներին, որոնք ժամանեցին պայմանավորվածից 3 ժամ ուշացումով։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ուշագրավ է համարում այն փաստը, որ Թուրքիայի արտգործնախարարությունում CNN-ի աղբյուրը հայտնել էր, Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների պաշտոնական հանդիպում դեռևս նախատեսված չէ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները, սակայն առաջիկա օրերին Պուտինի Ստամբուլ կատարելիք այցի պլաններ չկան, ընդգծել է Կրեմլի խոսնակը։ Բանակցություններն անցկացվելու են Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակում Դոլմաբախչեում։ Նույն վայրում ռուս-ուկրաինական բանակցությունները տեղի են ունեցել նաև 2022 թվականի մարտին։ Բանակցությունները անցկացվում են մամուլի համար փակ դռների հետևում։ Իտալիայի խորհրդանի ձախ ընդդիմադիր Եվրոպա կուսակցության քարտուղար Ռիկարդո Մաջին հեռացվել է Պատգամավորների պալատից երկրի վարչապետ Ջորջա Մելոնիի նկատմամբ հանդուգն պահվածքի համար։ Իտալական մեդիայի հաղորդմամբ, երբ վարչապետը պատասխանում էր խորհրդանականների հարցերին, Մաջին ուրվականի տեսքով մտել է նիստերի սենյակ, մոտեցել այն ամբիոնին, որտեղ կանգնած էր վարչապետը, կշտամբանքները հնչեցրել նրա հասցեին հունիսի 8-ից 9-ին քաղաքացիության եւ աշխատանքային օրենսդրության 5 հարցերի շուրջ կանալիք քանդրակվեի հետ կապված։ Մինչ Մաջին դուրս էին բերում դահլիճից, Մելոնին տալով հետևում էր իրադարձություններին եւ իր հեռախոսով նկարահանում ուրվականին։ Թուրք պատմաբան Նուրհան Չեթինքայան իր հետազոտության ժամանակ պարզել է, որ կաթոլիկ աշխարհի նոր հոգևոր առաջնորդ Հռոմի Պապ Լեո 14-րդը ծագումով հայ է, ծնունդով Կայսերիից եւ նրա ազգականն է։ Պատմաբան Չեթինքայան նշել է, որ ինքը Թուրքիայի հայ ազգի քաղաքացի է, նա մոտ 5 տարի ուսումնասիրում է օսմանյան եւ հայկական պատմությունը, փորձում գտնել իր արմատները։ Մայրական կողմից պատմաբանը Կայսերիից է, իսկ հայրական կողմից Սիվասիից։ Այսպիսով մայրական կողմից տատիկի եղբայրը Սեթրակ Պարսեղյանը այդ տարիներին 1915 թվականին Կայսերիի Դևելի շրջանից գաղթել է Արգենտինա։ Չեթինքայան ավելի ուշ տեղեկացրել է, որ նրա որդին ներկայիս պապն է, Ֆարուք Պարսեղյանն է, եւս ստացված տեղեկությունների նա քահանա է։ Ոչինչ հաստատ չէ, սակայն պատմաբանի տոհմածառը այլ բանի մասին է խոսում՝ Սեթրակի որդու թոռը, նա է Հռոմի Պապ Լեո 14-րդը։